Հնարավոր է, որ սա ազդակ դառնա, օրինակ ձեզ նորից քաշ քշեն դատարաններով, թե ձեզ արդեն սկսել եք։ Ճիշտ ասած ինձ արդեն երջանիկ եմ զգում, որովհետև 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ որ ես այս ընդունարանից դուրս եկա, դիմակավորված ոստիկանները ինձ տապալեցին գետին ձեռնաշղթաներով տարան ոստիկանություն։ Այս անգամ չստացվեց։ Հիմա այս պայդրությամբ առայժմ ոնց որ թե որևէ արձագանք ոստիկանի չկա, դա արդեն մեծ հաջողություն է, եւ ես վստահ եմ, որ նման բան այլևս չի լինի եւ ձեռնաշղթաներով ազգային ժողովից ոստիկանություն կտարվի Նիկոլ Փաշինյանը անվստահության մասին որոշումը կայացնելուց հետո։ 10 օրվա ժամկետը լրանում է մայիսի 8-ին, մայիսի 8-ին լրանում է Նիկոլի 7 տարին, որ ինքը իշխանությունը զավթել է Հայաստանում։ Այդ ամսաթվի հետ էլ բավական, այսպես ասեմ, մեծ հույսեր ունենք, ու ես գիտեմ, քայլերի հաջորդականությունն եմ ուզում ձեզ ներկայացնել։ Սպասում ենք 10 օր, սպասում ենք ճակերտավոր, որտեղ մենք մեր ակտիվ գործունեությունը սկսում է հենց այսօրվանից, այսինքն ակտիվ հանդիպումներ քաղաքական հասարակական դերակատարների հետ, քաղաքական կուսակցությունների հետ,